Մենք հասկանանք, թե ինչու են եկեղեցու անդամները միացել նորադասների այս սերտողությանը։ Բանն այն է, որ արձագանք է եղել եկեղեցու անդամներից, որ իրենք էլ մասնակցեն այս նորադասների սերտողությանը, եւ ուզում էի, որպեսզի հիմնավորեին, քույրերից առաջարկություն եղավ Մայրենեքույր։ Կուզեմ նորից բարձրաձայնեք, որ տարօրինակ չհնչի բոլորի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուղղակի կամո եղբայր, երբ որ լսեցի ձեր առաջի սերտողությունը, շատ հաճելի էր եւ մենք էլ շատ բաներ հայտնություններ ստացանք։ Շատ նոր, թեկուզ մի նախադասություն էր, բայց շատ հաճելի ու Աստծո զորությունով մեկնված խոսք է իմ կարծիքով եւ իմ համար։ Ուզում էի մենք էլ մասնակից լինենք եւ միասին գնանք։ Որովհետեւ վերջացնում էինք Մաթեոսն էլ արդեն։ Դրա համար ասեցի միասին։ Շատ լավ։ Եվ այսպես մենք սերտում ենք Հովանու ավետարանը եւ նախորդ սերտողությանը, այսինքն երկրորդ սերտողությունն էր դա, մենք կանգ առանք առաջի գլխի 6-ից 7-րդ խոսքերի վրա եւ այդտեղ էլ, ինչպես ասում են, մի փոքր երկար կանգ պիտի առնենք։ Ինչու, որովհետև միանգամից 6-րդ խոսքում երբ կարդում ենք մի մարդ եղավ Աստվածանից ուղարկված անունը Հովհաննես, շատ կարևոր է, որ ընթերցողը նախ Հովհաննեսի մասին տեղեկություն ունենա։ Եվ բարեբախտաբար այդ մասին երկրորդ սերտողության մեջ մանրամասը խոսել ենք, գնացել ենք Ղուկաս ավետարան եւ այնտեղ մեր համար բացահայտել ենք, թե ով է այս Հովհաննեսը, որը Հովանու ավետարանում անմիջապես սկսում է գործել։ Քանի որ արդեն տեղեկացել ենք Հովհաննեսի մասին, չեմ ուզի կրկնվել, երկրորդ սերտողությունը լսողները միանշանակորեն մեկ անգամ եւս իրենց համար կսերտեն, նրանք ովքեր չեն լսել, հորդորում ենք, որ լսեն, որ այս երրորդն էլ, որ պիտի շարունակենք Ղուկաս առաջի գլխի 23-ից 38-րդ խոսքերը միջև, ամեն ինչ որպեսի պարզ դառնա հերթականությամբ։ Այսպիսով շարունակում ենք Ղուկաս առաջի գլխի 23-րդ խոսքից։ Հիշեցնեմ, որ Զաքարիան դուրս էր եկել խորանից, 22-րդ խոսքն ասում է, երբ որ դուրս եկավ, չէր կարենում խոսել նրանց հետ եւ իմացան, որ տաճարի մեջ տեսիլք է տեսել, եւ նա նշաններով էր խոսում նրանց հետ եւ մնում էր պապանձված։ Եվ եղավ, երբ որ նրա պաշտոնի օրերը կատարվեցան, գնաց իր տունը։ Եվ այն օրերից հետո նրա կին Եղիսաբեթը հղացավ եւ 5 ամիս իր անձը ծածուկ պահում էր եւ ասում, թե այսպես արավ ինձ Տերն այս օրերում, որ ինձ վրա նայեց, որ իմ նախատինքը մարդկանց միջից վեր առնե։ Այստեղ մենք լսում ենք այն մասին, որ դեռևս Զաքարիան շարունակում է համր մնալ, որովհետև մենք առաջ անցնելով ասեմ, այն ժամանակ ենք տեղեկանալու Զաքարիայի խոսելու մասին, երբ որ արդեն երեխան ծնվել էր եւ նրան պետք է անվանակոչեին։ 26-րդ խոսքից մենք շարունակում ենք։ Եվ 6-րդ ամսումը Գաբրիել հրեշտակն Աստվածանից ուղարկվեցավ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր։ Մի կույսի մոտ, որ նշանված էր մի մարդի, որի անունը Հովսեփ էր, Դավիթի տանիցը, եւ այն կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը նրա մոտ գալով ասեց. «Ողջույն քեզ, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ, օրհնյալ ես դու կանանց մեջ»։ Եվ նա նրան տեսնելով շփոթվեցավ նրա խոսքի համար։ Եվ իր մտքումը մտածում էր, թե ինչպիսի բան պիտի լինի այս ողջույնը։ Եվ հրեշտակը ասեց նրան. «Մի վախենար, Մարիամ, որովհետև Աստվածանից շնորհ կտար, եւ ահա կհղանաս եւ որդի կծնես, եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ բարձրալի որդի կկոչվի, եւ Տեր Աստվածը նրա Դավիթ հոր աթոռը կտա նրան, եւ նա հավիտյան կթագավորե Հակոբի տան վրա, եւ նրա թագավորությանը վերջ չի լինիլ»։ Եվ Մարիամն ասեց հրեշտակին.
Սա ինչպես կլինի, ըստ որում ես այս չգիտեմ։ Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նրան. Սուրբ Հոգին կգա քեզ վրա, եւ Բարձրյալի զորությունը քեզ վրա կհովանավորե։ Վասն որը եւ այն ծնված Սուրբն էլ Աստծո որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը, նա էլ մի որդիով հղի է իր ծերությունումը։ Եվ սա այն ամուլ կոչվածի 6-րդ ամիսն է, որովհետև Աստծո առաջին ոչ մի բան անկարելի չէ։ Նախորդ դրվագում մենք իմացանք, որ Աստված Զաքարիային ուղարկեց հրեշտակը եւ հրեշտակը ասաց այն մասին, որ Զաքարիան որդի պիտի ունենա, նրա աղոթքը լսվել է եւ այդ հրեշտակը ներկայացավ ու ասեց. ես Գաբրիելն եմ, որ Աստծո առաջին կանգնում եմ։ Եվ այդ ավետիքը տալուց հետո մենք կարդում ենք, որ Գաբրիելը Եղիսաբեթի արդեն իսկ Զաքարիային պատգամ տալուց հետո 6-րդ ամսումը Գաբրիել հրեշտակը Աստվածանից ուղարկվեցավ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր։ Ես ուզում եմ այստեղ հիշեցնել, ընդհանրապես մենք քիչ հետո էլի կընթերցենք այդ հատվածները, որ ավելի կոնկրետացնենք մեր համար, թե Մարիամը Նազարեթից էր, Հովսեփը Նազարեթից էր, սակայն իրենք ծնունդով Բեթլեհեմից էին, Դավթի քաղաքից էին։ Եվ երբ որ հրեշտակը այցելում է այնտեղ, այս անգամ արդեն Մարիամին է այդ պատգամը տալիս, որ նա Աստծո առջև շնորհք է գտել։ Թե ինչ շարժարիտով, ինչ պատճառով է Աստված Մարիամին ընտրել, եկեք մենք չգուշակենք, հեքիաթների ու հորինվածների հետևից չգնանք, կողմնակի սուտանուն գրականություններից չօգտվենք, որովհետև մենք սովոր ենք Աստվածաշունչը մեկնել ինքներենով եւ բավարարվեն միայն այնքանով, ինչքանով որ հրեշտակը Մարիամի մասին խոսում է։ Այն, որ այս գույսը Աստծո առջև հաճելի էր, որևէ կասկած չկա։ Անկամ Եղիսաբեթը հետագայում կմարգարյանա Մարիամի համար։ Մարիամն էլ կմարգարյանա։ Սա խոսում է այն մասին, որ սրանք անոթներ էին, որոնք պարզ եւ անարատ էին Աստծո առջև, որ Աստված իրենց միջոցով կարող էր խոսել։ Իհարկե, այս պատգամը, ինչի մասին մենք որ լսեցինք, վաղուց Եսայի մարգարեության մեջ ասվել էր այդ մասին, որ գույսը պիտի հղիանա եւ պետք է մի որդի ծնվի, նրա անունը կկոչեն Էմանուել, այսինքն Աստված մեր հետ։ Սա վաղուց այդ մարգարեությունը կար, եղել էր, եւ պիտի ասեմ, որ հрьяաների համար միջև հիմա էլ այդ հատվածը ոչ այնքան հաճելի հատված է, որը ասոցացվում է մեր սիրելի Փրկչի հետ։ Ինչևէ, նրանք ովքեր որ հատկապես Եհովայի վկաները նոր Աստվածաշնչերում իրենց գույս բառը փոխարինել են կինը, եւ սատանայի ամբողջ նպատակն է, որպեսզի Տեր Հիսուսի հրաշափառ ծնունդը սովորական մի ծնունդի հետ այդպես ներկայացվի եւ այդպես ավետարանական բուն իմաստը իր այդպես ասած խեղաթյուրվի։ Սակայն մենք պարզ այստեղ կարդում ենք եւ երբեք որևէ այլ թարգմանությունների կարիքը չունենք, որևէ ճշտումների, ու ես ձեզ ասեմ, որ տարիների մեջ այդպես երևում է, որ գնալով շատ ավելի ու ավելի Աստվածաշնչերն ու ավետարանները ընդհանրապես ավերելու այդպիսի ասենք մղումով լցված ամբողջ աշխարհը պիտի մարդկությանը բերի մի համոզման, որ նա որ եկել էր իրականում ինքը չէր, Հիսուսը չէր, այսինքն Փրկիչը չէր, այլ նա որ պիտի գա ների համար ճանապարհ պիտի հարթվի եւ հատկապես այս հատվածները Աստծո հրեշտակի կողմից տրված այս պատգամները ավելի ու ավելի պիտի խեղաթյուրվի շատ քարոզիչների կողմից։ Այսպիսով շարունակենք ընթերցել, ուրեմն մեկի Ղուկաս առաջի գլխի 23-ից 38-ը մենք լսեցինք, սակայն եկեք Մարիամի մասին մի փոքր էլի տեղեկանանք։ Նորից եմ կրկնում, այն չափով ինչ չափով Սուրբ Գիրքն է մեզ տեղեկացնում Մարիամի մասին։ Գնանք Մատթեոս ավետարան, առաջի գլուխ։ Հուսով եմ ձեր առջև ունեք գիրքը, չէ՞։
Ապա ունեք գրքեր ձեր առջև։ Այո։ Տերը օրհնի ձեզ։ Ուրեմն առաջի գլուխ 18-րդ խոսքից։ Եվ Հիսուսի Քրիստոսի ծնունդն այսպես էր։ Այսինքն նրա մայրը Մարիամը նշանված լինելով Հովսեփին դեռ մինչև նրանց իրար մոտ գալը Սուրբ Հոգիից հղացած գտնվեցավ, ինչպես որ Գաբրիելն ասել էր, որովհետև ինքը Մարիամը շփոթվել էր եւ ասում էր, այդ ինչպես կլինի, ըստ որում ես այր չգիտեմ, հրեշտակը ասել էր նրան, Սուրբ Հոգին կգա քեզ վրա եւ բարձրալի զորությունը քեզ վրա կհովանավորե, վասնզի եւ այն ծնված Սուրբն էլ Աստծո որդի կկոչվի։ Եվ այստեղ մենք լսում ենք երկրորդ վկայությունը Մատթեոս ավետարանում, դեռ մինչև նրանց իրար մոտ գալը Սուրբ Հոգիից հղացած գտնվեցավ։ Եվ նրա մարդը Հովսեփը արդար լինելով եւ նրան խայտարակել չուզելով խորհեց ծածուկ արձակել նրան։ Նախ այս փաստը, որ հնարավոր չէր ծածկել, ես խորապես համոզված եմ, որ Մարիամը սկզբից իր սրտում դա կարող էր թաքցնել, պահել, բայց ոչ հարատև, հանկարծ մի պահից սկսած պետք է որ արդեն իսկ Հովսեփը տեղյակ լիներ։ Եվ ես ձեզ ասեմ, որ հрьяաների նշան դրեք, հարսանիք, այդ արարողակարգը մի փոքր այլ է ուրիշ ազգերից։ Բանն այն է, որ հաճախ ասենք նշանվելուց հետո մինչ որ ժամանակ է քաշում, բավական ժամանակ է քաշում, մինչև որ կոնկրետ գալիս է արդեն հարսանիքի պահը, նույնիսկ ամիսներ եւ տարիներ կարող է քաշել սա։ Եվ այստեղ մենք լսում ենք այն մասին, որ նախ երբ որ հրեշտակն ասում է մի վախենար Մարիամ, որովհետև Աստվածանից շնորհ գտար եւ ահա կհղանաս եւ որդի կծնես։ Եվ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ բարձրալի որդի կկոչվի եւ Տեր Աստվածը նրա Դավիթ հորաթոռը կտա նրան եւ նա հավիտյան կթագավորե Հակոբի տան վրա եւ նրա թագավորությանը վերջ չի լինի։ Ինչի Մարիամը պիտի ներքուստ վախ ունենար, որովհետև Մարիամի հարցը պարզ հուշում է այն մասին, որ Մարիամը ինքն անարատ լինելով, կույս լինելով, հասկանալով, թե ինչ պատգամ է ստանում, մտածում է, որ այդ վիճակում անմիջապես իրենք կքարկոծեն։ Եթե մանավանդ Հովսեփն էլ եւ ժողովուրդն էլ իմացավ, որ նշանված է, բայց ահա ինքը հղի է։ Հրեշտակը պատասխանում է նրան, որ Սուրբ Հոգին է իր վրա գալու, բարձրալի զորությունը քեզ վրա կհովանավորե։ Այսինքն դու վախենալու բան չունես։ Եվ այստեղ մենք կարդում ենք այն մասին, որ երբ որ արդեն Հովսեփը տեղյակ է լինում, եւ նրա մարդը Հովսեփը արդար լինելով եւ նրան խայտարակել չուզելով, խորհեց ծածուկ արձակել նրան։ Հովսեփի բարեպաշտությունն ու արդարությունն էլ ենք մենք տեսնում, որը հնարավոր էր չընդուներ Մարիամի որևէ, ասենք, ասածը, որ ինքը Աստծուց հրեշտակի հետ հանդիպել է եւ այդ ամենը Աստծո գործն է, ոչ թե ասենք ինքը մեղք է գործել, Հովսեփը մտածեց, որ դաժան հրեական միջավայրում այս աղջնակին քարկոծելու են, ավելի լավ կլինի այդպես հանգիստ արձակի իրան եւ գնա։ Երկու առումով է ինքը դա անում։ Մեկը խնայելով Մարիամին, երկրորդը ինքը արդար լինելով չէր կարող այդպիսի մեկին կին ունենալ, ով որ արդեն անհավատարմություն էր ցուցաբերել։ Սա Հովսեփի մարմնավոր մտածողությունն էր։ Եվ շատ հետաքրքիր է, որ այստեղ Մարիամը ուղղակի ծածուկ իր սրտում Աստծո ասածը պահելով այդ խնդրի շուրջ չի կիսվում Հովսեփի հետ։ Ինչից է դա երևում, որովհետև կարդում ենք, եւ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևցավ նրան եւ ասեց. Հովսեփ Դավթի որդի, մի վախնար քեզ մոտ առնել քո կինը Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգիիցն է։ Հիշում եք, ես մի առիթով ասեցի այդ մասին, որ այն պահից սկսած, երբ որ Աստված արդեն տեսնում է կնոջ մեջ ձևավորման սկիզբը, արդեն դա ծնունդ է համարում։
Ես խոսեցի 4 ծնունդների մասին, եթե հիշում եք։ Մարդը լույս աշխարհ գալիս եւ անցնում 4 ծննդով։ Եվ այստեղ չի գրված նրանից ծնվածը։ Գրված է, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգիիցն է։ Արդեն Հիսուս Քրիստոսը ծնվել է Գույսի արգանդում։ Եվ նա որդի կծնե եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նույն պատգամը հրեշտակը տալիս է երազում եւ այստեղ նաեւ սա է հետաքրքիր, որ հրեշտակը կարող է եւ վիզուալ առումով հայտնվել, ֆիզիկական մարմնով հայտնվել, տեսիլքով հայտնվել, երազով հայտնվել, ինչպես տեսնում եք, մարդուն մատչելի տարբերակները Աստծո մոտ երբեք անհնարին չեն մարդուն հայտնվելու համար։ Եվ հրեշտակը ասում է այդ մասին, որ նրանում ծնվածը, ուրեմն սա թող բոլորը իմանան, որ ոչ թե ինչ որ մի պահից հետո է, որ բժշկությունն իբրև թե ասում է, որ դա արդեն պտուղ է, դա արդեն մարդ է կամ եւ այլն եւ այլն։ Այլ հենց ի սկզբանե Աստված արդեն տեսնում է տվյալ անձնավորությանը ծնված, որը 9 ամիս պիտի ապրի մի միջավայրում, որից հետո պետք է փոխվի այդ միջավայրը եւ նա լույս աշխարհ պիտի գա։ Հրեշտակն ասում է այդ մասին եւ Հովսեփը բնականաբար միայն ու միայն Աստծո միջամտության պատճառով կարող էր, որ իր կնոջը իր մոտ պահել։ Սա էլ խոսում է Հովսեփի մասին, թե ինչքան հնազանդ է ինքը Աստծո կամքին, երբ Աստված մի բան ասում է, ինքը հնազանդորեն կատարում է դա։ Եվ ինքն էլ ստանում է այդ պատգամը, որ այդ որդին պիտի փրկիչ կոչվի, որովհետև նա իր ժողովրդին կփրկե իրանց մեղքերիցը։ Եվ այս ամենը եղավ, որ կատարվի մարգարեի ձեռովը Տերից ասվածը, որ ասում է. ահա կույսը կհղանա եւ մի որդի կծնե եւ նրա անունը Էմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եվ այս ամենը, ինչպես մենք քիչ առաջ լսեցինք, տեղի ունենում Հովսեփի հետ երազում։ Եվ այստեղ ես ուզում եմ շեշտել մի կարևոր բան ասելով. ուշադիր եղեք ձեր երազներին, որովհետև Աստված իրականում երազներում շատ պատգամներ է ուզում մեզ փոխանցել։ Ցավոք սրտի մարդիկ շատ անգամներ անտեսում են, մյուս դեպքում էլ չարաշահում են երազները։ Սակայն սա այն պահն է, մենք երազների մասին խոսել ենք, որ կան Աստծուց եղած երազներ, չարից եղած երազներ եւ օրվա տպավորություններից շնչավոր, մարմնավոր մարդու շարժարիտներով եղած երազներ։ Գնանք Եսայի մարգարեություն 7-րդ գլուխ, փորձենք հասկանալ նաև այս մարգարեությունը, որ Մատթեոսը հիմնավորում է, եւ մենք դա բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Տեր Հիսուսը ավետարանում ինքը ասում է. «Քննեցեք գրքերը, որ դրանք իսկ են, որ վկայում են իմ մասին»։ Ողջ մարգարեությունները հին ուխտը չկա այդպիսի մի գիրք, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ մարգարեություններ չլինեն։ Եսայի 7-րդ գլխի 10-րդ խոսքից լսում ենք. «Եվ Տերը դարձյալ խոսեց Աքազի հետ ասելով. մի նշան խնդրիր քեզ համար քո Եհովա Աստվածանից, կամ խոր անդունդումը, կամ վեր բարձունքումը։ Բայց Աքազն ասեց. չեմ խնդրիլ, եւ Տիրոջը չեմ փորձիլ։ Նա էլ ասեց. հիմա լսեցեք, ով Դավիթի տուն, սա քիչ բան է ձեզ համար, որ մարդկանց աշխատություն եք տալիս, որ Աստծուն եք աշխատություն տալիս։ Սրա համար Տերն ինքը ձեզ նշան կտա։ Ահա կույսը կհղանա եւ կծնե մի որդի, եւ նրա անունը կկանչե Էմանուել, նա կոգի եւ մեղր կուտե, մինչեւ որ գիտենա չարը մերժել եւ լավը ընտրել։ Որովհետեւ մանուկը չարը մերժելը եւ բարին ընտրելը գիտենալուց առաջ կթողվի այն երկիրը, որոնց երկու թագավորների առաջը դու վախենում ես։ Ուրեմն այստեղ մենք լսում ենք, որ Հիսուսի անուններից մեկը Էմանուել է,
որ կոչվում է Աստված մեզ հետ։ Սա մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Հիսուսը Աստված է։ Աստված մեզ հետ։ Եվ նաև որպես մարդ մենք շարունակության մեջ լսում ենք, որ նա պետք է աճի, ինչպես նաև Ավետարանում հետո մենք կկարդանք այդ մասին, որ Տեր Հիսուսը բնականon մարդու ծնունդից ի վեր, երբ մարդը աճում է, մեծանում է, հասակ է առնում իմաստությամբ, գիտությամբ, շնորհքով եւ այլն, սրանք ոչ մեկն էլ խորտ չէր Հիսուս մարդու համար։ Եվ գրված է, նա կոգի եւ մեղր գուտե մինչեւ որ գիտենա չարը մերժել եւ լավը ընտրել։ Փաստորեն Տեր Հիսուսի ծննդյան պահից ի վեր, որպես մանուկ, որպես պատանի, որպես երիտասարդ, այս բոլոր փուլերը ինքը պիտի անցնի։ Եվ ես ասել եմ, որ յուրաքանչյուր մարդ անձ է, սակայն անձնավորություն դառնալը process է։ Գալիս է մի հասակ, երբ որ մարդը գիտակցաբար ընտրություն է կատարում, կամ չարը, կամ բարին։ Ոմանք դա անում են շատ ավելի վաղ տարիքում, ոմանք նույնիսկ 30-ել կամ 40 ծերանում են, բայց դեռևս շատ մանուկ են եւ ի վիճակի չեն բարին ու չարը զանազանելու։ Հետևաբար ընտրության խնդիրն էլ այստեղ շատերի մոտ տարբեր է տարբեր տարիքներում։ Մենք միշտ այս հարցի հետ ենք բախվում, ասում ենք լավ, երեխան որ մեղք կա գործում, որ պահից է Աստված իրանից պահանջում։ Աստված երեխայից պահանջում է այն պահից սկսած, երբ երեխան գիտակցում է, որ մեղք կա գործել։ Մեղքի գիտակցման հենց այդ պահից սկսած կապ չունի, որ տարիքից Աստված պահանջում է մարդուց արդեն։ Սակայն ելի եմ կրկնում, կամ մի տարիք, կամ մի հասակ, սա բոլորի մոտ նույնը չէ, երբ անձնավորությունը արդեն ձևավորված է որպես անհատ, եւ ինքը ընտրության առջև է կանգնում։ Բարին ընտրի, թե չարը ընտրի։ Դեր դրա մասին ելի եմ ասում Հիսուսի մանուկ հասակի հետ կապված դեր կկարդանք ավելի մանրամասը կհասկանանք այնտեղ։ Այսպիսով մենք Մատթեոս Ավետարանի մոտ լսեցինք այդ մասին, որ նա հղում է կատարում Եսայի մարգարեությանը, ահա կույսը կհղանա եւ որդի կծնի եւ նրա անունը Էմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Իհարկե մենք Եսայի մարգարեության մեջ չենք կարդում, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Այդ տողերը չկան այնտեղ գրված։ Ինչու՞։ Որովհետև Մատթեոս Ավետարանը արամեերեն է գրված եւ կարիք կա, որպեսի նրանք ովքեր որ պիտի ընթերցեն արամեերեն լեզվով թերևս նաև եբրայերեն Էմանուել այս բառի թարգմանությունը հասկանան, թե ինչ է նշանակում Էմանուել։ Եվ այստեղ Ղևին Մատթեոսը ինքը նաև թարգմանում է։ Նրա անունը Էմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եվ Հովսեփը քնիցը զարթնելով այնպես արավ, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրան։ Նորից ուզում եմ այստեղ հիշեցնել մի շատ հետաքրքիր դրվագ, որ եւ կարելի է այդպես ընդունել, բայց միաժամանակ դա օրենք չդարձնել։ Օրինակ որոշները ասում են, որպեսզի մենք համոզված լինենք, որ երազը Տերիցն է, պետք է 2 կամ 3 անգամ կրկնվի։ Դա կա, այո, մենք 5 ուխտում հանդիպում ենք տարբեր պարագաներում, ժամանակներում, բայց սա օրենք չէ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ մեկ անգամ հրեշտակը երևաց Հովսեփին եւ դա բավարար էր, որ Հովսեփը քնից արթնանար եւ աներեն ինչ որ իրեն ասվեց։ Ուրեմն նորից եմ կրկնում, մենք պետք է արթուն լինենք, որ երբ Աստված մեզ ասելիք ունենա, մենք անմիջապես վարվենք իր ասացի պես։ Եվ քանի որ մենք պատրաստակամություն չենք դրսևորում Աստծո առաջ մեր ընթացքով կատարյալ չենք եւ ցերեկ ու գիշեր նրա առաջնորդության մասին չենք մտածում, այդ իսկ պատճառով էլ ես խորապես համոզված եմ, որ
Աստված տեսնելով դրա բացակայությունը ներքին կարիքը մարդիկ որ չունեն, դրա համար ոչինչ էլ երազներով չի խոսում մարդու հետ։ Համոզված եմ, որ Հովսեփը քնելուց առաջ աղոթք էր արել, որովհետև ծանր լուրջ որոշում էր կայացրել իր մեջ, բայց այդ որոշումը ինքնակամ չէր ուզում անել, եւ դրա համար Աստված իրան էլ կարող էր պատասխանել, եւ Հովսեփն էլ միանգամից հնազանդեց, քնից զարթնելով այնպես արավ, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրան, եւ առավ իր կնիկն իր մոտ, եւ չգիտեր նրան, մինչև որ նա իր անդրանիկ որդին ծնեց, եւ նրա անունը կոչեց Հիսուս։ Այստեղ անդրանիկ որդին պարզ հուշում է այն մասին, ուշադրություն դարձրեք, եւ չգիտեր նրան մինչև որ նա, այսինքն ով, Մարիամը, իր անդրանիկ որդին ծնեց։ Այս որդին Հովսեփի որդին չէ, այս որդին Մարիամի որդին է, են էլ ոչ միայն Մարիամի որդին է, այլ անդրանիկ որդին է, որ նշանակում է դրանից հետո էլի կունենա ինքը որդիներ, եւ այդպես չի էլի, որ հիմնավորում են ավանդապարզ եկեղեցիները, կրոնավորները, թե Մարիամը գիտեք կույս հետ մնաց Հիսուսին ծնելուց հետո, թե նրա եղբայրներ, քույրեր, որ ասվում է Նոր Կտականում, դա իր մարմնավոր եղբայրները, քույրերը չեն, այլ հարազատներն են։ Ոչ, մենք այստեղ չենք կարող Աստծո խոսքից դուրս որևէ բան ընդունել։ Մարիամը սովորական մի կին էր, որին Աստված չզրկեց նաև որդիներ ունենալու բերկրանքից, բացի այն, որ իր որդիներ աշխարհ բերել այդ կնոջով։ Այսպիսով, Հովսեփը իր մոտ առավ իր կնոջը, եւ Սուրբ Գիրքը պարզ է ասում, որ այո, Հովսեփը իրեն հեռու պահեց այնքան ժամանակ, քանի դեռ Մարիամը իր անդրանիկ որդին չէր ծնել։ Այսպիսով, Մատթեոս առաջի գլխի 18-ից 25-ն էլ լսեցինք, եւ հիմա վերադառնանք Ղուկաս ավետարան առաջի գլուխ 39-րդ խոսքից լսենք։ Մարիամն այն օրերումը վեր կացավ շտապելով լեռնակողմը գնաց, Հուդայի քաղաքը եւ Զաքարիայի տունը մտավ եւ Եղիսաբեթին բարևեց։ Եվ եղավ, երբ որ Եղիսաբեթը Մարիամի բարևը լսեց, երեխան նրա որովայնումը խաղաց։ Եվ Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեցավ եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, թե ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն նախ հարցը դրված էր այսպես, հստակ ասվում է այն մասին, որ 6-րդ ամսումը Գաբրիել հրեշտակը Աստվածանից ուղարկվում է Գալիլեայի մի քաղաք, 6-րդ ամսումը այն այցելությունից, որ եղավ Եղիսաբեթին, եւ Եղիսաբեթն արդեն հղի էր 6 ամսեկանով, եւ չի գրված այստեղ, թե որ օրվա մեջ էր, որ Մարիամը ինքը այցելություն է անում Եղիսաբեթին, այլ գրված է այն օրերումը, կոնկրետ մենք չգիտենք, որ օրերումը։ Վեր կացավ շտապելով լեռնակողմը գնաց, Հուդայի քաղաքը, նրանք հարազատներ էին, Զաքարիայի տունը մտավ եւ Եղիսաբեթին բարևեց։ Ես հասկանում եմ Մարիամին, թե ինչու ինքը շարժվեց դեպի Զաքարիայի տունը։ Առաջ անցնելով ասեմ, որ Հովսեփը նույնիսկ միջին խավի ներկայացուցիչ չէր հրյաների մեջ։ Հազիվ ծերին հասցնող հյուսն էր այս մարդը։ Եվ Զաքարիան իրենց ազգականը քահանայապետ էր եղել եւ իրեն բաժին էր հասել այդ տարին, որ ինքը մտներ խորանը, եւ Մարիամի համար խիստ կարեւոր էր այս ընտանիքի հետ հանդիպելը։ Մանավանդ որ հրեշտակն ասել էր այդ մասին, որ քո ազգականը Եղիսաբեթը նա էլ մի որդիով հղի է իր ծերությունումը, եւ սա այն ամուլ կոչվածի 6-րդ ամիսն է։ Հիմա, քանի որ այդ հրեշտակը ասում է եւս մի լուր Մարիամի համար, խիստ անհրաժեշտություն կա Մարիամի մոտ, որպեսզի գնա անմիջապես մեկ էլ այն անձնավորություն Եղիսաբեթի մոտ, որպեսզի մի հատ այդ ինչ որ կատարվել է հասկանան, թե ես ինչ է կատարվում։ Եվ Եղիսաբեթին բարևեց։ Եղավ, երբ որ Եղիսաբեթը Մարիամի բարևը լսեց,
երեխան նրա որովայնումը խաղաց, այսինքն Հովանեսը, եւ այդ պահին Եղիսաբեթը Սուրբ Հոգով ալեցվում, ուշադրություն, մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց, մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց, Սուրբ Հոգով լցվելուց հետո օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը, արդեն իսկ փաստացի խոսքը գնում է նրա մասին, որ Մարիամը իսկապես իր մեջ գրում է այդ պտուղը։ Եվ սա ինչ տեղից է ինձ, որ իմ տիրոջ մայրն ինձ մոտ եկավ, որովհետև ահա երբ որ քո բարևի ձայնը իմ ականջներին հասավ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։ Եվ երանի նրան, որ հավատաց, թե այս բաները կկատարվին, որ Տերիսն իրան ասված են։ Ուշադրություն դարձրեք, որ Եղիսաբեթը ինքն իր խոսքերը չի ասում, այլ Սուրբ Հոգով լցված է ինքը խոսում, ըստ էության համարյա մարգարեանում է ինքը։ Օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Եթե Եղիսաբեթին Աստված որդի է պարգևում, եւ դա որդին բիոլոգիապես իրենցն է, ամուսիններինն է, ապա Մարիամի ներսում գրվող այդպես ասած պտուղը Աստվածանից շնորհք է, Սուրբ Հոգուց է եւ դրա համար առավելությունը հասկանալով Մարիամի ներսում գտնվողի Եղիսաբեթը ինքը Սուրբ Հոգով լցված խոսում է այդպիսի բաներ։ Իմ տիրոջ մայրը, շատերը այս համարից ելնելով ուզում են ասել, որ Մարիամը Աստվածածին է։ Չնայած Մարիամը Աստվածածին չէ։ Մենք չենք կարող Աստծո խոսքը ծառել։ Այստեղ գրված է իմ տիրոջ մայրը ինձ մոտ եկավ։ Չի գրված, որ Մարիամը Աստվածածին է։ Հիշենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը նա պետք է Դավթի որդի լինելով հանդերձ պիտի նաև թագավորեր Հակոբի տան վրա Հավիտյան, ինչպես մարգարեությունը քիչ առաջ մենք լսեցինք իր մասին։ Եվ բնականաբար Տեր Հիսուսը Տեր եւ թագավոր է։ Հիշենք այդ մասին, որ Սուրբ Գիրքը գործ առաքելոցում, երբ որ առաքյալները սկսեցին իրենց գործը, Պետրոս առաքյալը, երբ որ Պենտեկոստի օրը խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, նա հենց այդ բառերն էլ օգտագործում է եւ նա այստեղ չի օգտագործում այդ բառերը Տեր Հիսուսի աստվածությունը շեշտելով։ Տեսեք, Գործ առաքելոց երկրորդ գլխի մեջ մենք կարդում ենք Պետրոս առաքյալը Սուրբ Հոգով լցված առաջին վկայություն քարոզն է տալիս, իր խոսքի վերջի այդ պատգամը այսպես է նշված, որովհետև ոչ թե Դավիթը վեր ելավ երկինքը, բայց ինքն ասում է Տերն իմ Տիրոջն ասեց իմ աջ կողմին նստիր, միջև քո թշնամիները քո ոտների պատվանդան դնեմ։ Հիմա թող ստույգ գիտենա Իսրայելի բոլոր տունը, որ Աստված նրան Տեր եւ օծյալ արավ սույն այս Հիսուսին, որին դուք խաչեցիք։ Ուրեմն այստեղ Պետրոս առաքյալն ասում է Տեր արավ։ Մենք հասկանում ենք, որ Իսրայելի համար Տեր արավ, Տեր եւ օծյալ արավ։ Այսինքն, որ ինքը պետք է նստեր գահին, միջև թշնամիները ոտների պատվանդան դրվեր։ Հիսուս մարդու մասին է խոսքը։ Եվ այստեղ, որ Եղիսաբեթը ինքը ասում է այդ խոսքերը, եւ սա ինչ տեղից է, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ եկավ, մենք երբեք չպետք է ասենք, որ Մարիամը Աստվածածին է, որովհետև Տիրոջ բառն է գրված այստեղ։ Եվ շարունակում է, որովհետև ահա երբ որ քո բարևի ձայնը իմ ականջներին հասավ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։ Սա մեկ անգամ եւս փաստում է այն պարզ ճշմարտությունը, որ որովայնի մեջ ուրախանալ կա, որովայնի մեջ Աստծո կամքը հասկանալ կա, Աստծուն պաշտել կա եւ Աստծուն մերժել կա։ Հակոբին սիրեցի, Եսավին ատեցի, ասում է Տերը։ Դեր ոչ մի բարի եւ չար բան չէին գործել, բայց Եսավն արդեն ատելի էր մոր որովայնում, դեր բարի ու չար չգործած Աստված այնտեղ տեսնում էր, որ Եսավը չի պաշտում իրեն։ Իսկ Հակոբը պաշտում է իրեն։ Սա մեզանից ծածուկ է, բայց Աստված տեսնում է,
գրված է ամբարիշտները իրենց մոր որովայնից ծուռ են։ Ամբարիշտները մոր որովայնից։ Շատ հաճախ մենք մտածում ենք, որ մարդը ծնվում աշխարհ է գալիս եւ արարքներն է, հետագա կյանքն է բնորոշում մարդուն։ Աստծո մոտ այդպես չէ, Աստված բոլորին շատ լավ ճանաչում է, մոր որովայնից սկսած։ Սա մեզանից է ծածուկ մնում, բայց Աստծո մոտ հայտնի է։ Այսպիսով Եղիսաբեթը, երբ որ ինքը բարևի ձայնը լսում է, իր որովայնի մեջ Հովանեսը, որ պիտի ապագայում դեր կոչվեր Հովանես, ուրախանում է, որովհետև երբ որ բարևի ձայնի մականջներին հասան, երեխան որովայնում ես ուրախանալով խաղաց, եւ երանի նրան, որ հավատաց, թե այն բաները կկատարվին, որ Տերից իրան ասված են։ Սա շատ հրաշալի համար է։ Թող Աստված օրհնի, որ մենք էլ մեր կյանքում, մեր համար Աստծուց խոսք ունեցած լինենք եւ այս երանելիների մեջ լինենք, որ հավատացինք նաեւ Տիրոջ ասած խոսքին։ Ցավոք սրտի ունկնդիրներից էս մեծամասնությունը Աստծուց ոչինչ չունեն իրենց համար։ Երանի նրան, որ հավատաց, թե այն բաները կկատարվին, որ Տերից են իրան ասված են։ Եվ Մարիամն ասեց. ըստ էության մենք լսում ենք Մարիամի խոսքն էլ, որը նույնպես Սուրբ Հոգով լցվում եւ մարգարեանում է։ Թող իմ անձը փառավորե Տիրոջը։ Եվ իմ հոգին ուրախացավ իմ փրկիչ Աստծովը, որովհետև իր աղախնի խոնարհությանը մտիկ տվավ, որովհետև ահա այսուհետև բոլոր ազգերը կերանեն ինձ։ Ուշադրություն, նորից եմ ուզում սա շեշտել։ Աստված ինչու Մարիամին նայեց։ Մարիամը իր մասին ինքը չէր կարող իրան գնահատական տալ։ Սա պարզ խոսում է այն մասին, որ Սուրբ Հոգին է Մարիամի միջոցով խոսում, որովհետև իր աղախնի խոնարհությանը մտիկ տվավ։ Ահա գաղտնիքը, որ Սուրբ Հոգին հաճեցել է, այսպես էլ շարադրել Մարիամի խոսքերը։ Իր աղախնի խոնարհությանը մտիկ տվավ, որովհետև այսուհետև բոլոր ազգերը կերանեն ինձ։ Այստեղ արդեն Մարիամը խոսում է իր մասին։ Շատերը գտնում են, որ կերանեն ինձ, սա նշանակում է պաշտամունք, երկրպագություն մատուցել Աստվածածին Մարիամին։ Սա հորինվածք է եւ չի կարելի սրանով ենթադրել, թե Մարիամն ասում է, որ կերանեն ինձ, դա նշանակում է նաեւ կպաշտեն ինձ, որպես երկնքում մի բարեխոս մեկ է, էլի։ Իբրև Մարիամը երկնքում բարեխոս է։ Մի կողմ դնենք այս ամենը, որովհետև հզորը մեծամեծ բաներ արավից եւ սուրբ է նրա անունը։ Եվ նրա ողորմությունը ազգից ազգ նրանից վախեցողներին վրա է։ Զորություն արավ իր բազուկովը, ցրվեց ամբարտավաններին իրանց սրտի մտածմունքովը, զորավորներին աթոռներից իջեցրեց եւ խոնարհներին բարձրացրեց, սովածներին բարիքներով լցրեց եւ հարուստներին դատարկ արձակեց։ Իր Իսրայել ծառային օգնեց, իր ողորմությունը հիշելով, ինչպես մեր հայրերի հետ խոսեց Աբրահամին եւ նրա զավակին մինչև հավիտյան։ Ինչպես տեսնում եք, Մարիամը գիտի Սուրբ Գիրք։ Շատ կարևոր է, որ մեր քույրերն էլ շատ սիրեն Աստծո խոսքը։ Եվ Մարիամը մնաց նրա մոտ 3 ամսի չափ եւ հետո դարձավ իր տունը։ Եվ Եղիսաբեթի ծնելու ժամանակը լրացավ, ուրեմն շարունակում ենք ընթերցել Ղուկաս ավետարան, առաջի գլուխը, եւ որդի ծնեց, եւ նրա դրացիները եւ ազգականները լսեցին, թե Տերն իր ողորմությունը մեծ արավ նրա վրա եւ ուրախանում էին նրա հետ։ Եվ եղավ 8-րդ օրումը եկան երեխային թլպատելու եւ նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում։ Հրեական սովորույթի համաձայն սա պարտ էր, որ անեին։ Եվ նրա մայրը պատասխանեց եւ ասեց. ոչ, այլ Հովանես կոչվի։ Այստեղ ես միանգամից մի բան էլ նշեմ, որ եթե հրեշտակը Զաքարիային ասեց Հովանես դնես, իսկ Գաբրիելը
Մարիամին ասեց Հիսուս դնես, հրեշտակը երազում երևաց Հովսեփին ասեց Հիսուս դնես, այսօր Աստված երազով ոչ մեկին չի ասում իրան զավակներին ինչ անունով կոչեն, այս մոլորությունից էլ ազատվեք։ Ովքեր կասեն Աստված երազից երևաց ասեց երեխուն ես ինչ Սուրբի անունը կդնես ինչ մոլորություն է անօրենից հետ չընդունեք։ Չկա նման բան։ Ոչ այլ Հովանես կոչվի եւ ասեցին նրան թե ոչ ոք չկա քո ազգումը որ այդ անունով կոչվում լինի եւ նշաններով հարցնում էին նրա հորը թե ինչ է կամենում որ նա կոչվի եւ նա տախտակ խնդրեց գրեց եւ ասեց դրա անունը Հովանես է եւ ամենքը զարմացան եւ իսկույն նրա բերանը եւ լեզուն բացվեցավ եւ խոսում էր Աստծուն օրհնելով Զաքարիայի բերանը բացվեց 9 ամիս էր ինքը երևի մի փոքր էլ ավել ինքը համր էր ինչպես հրեշտակն ասեց համր կլինես մինչև երեխան ծնվի եւ ահը ընկավ ամենքի վրա որ նրանց 4 կողմովը բնակվում էին եւ Հրեաստանի բոլոր լեռնակողմումը այս ամեն բաները պատմվում էին եւ բոլոր լսողներն իրանց սրտերումն էին դնում եւ ասում այս երեխան ինչ պիտի լինի եւ Տիրոջ ձեռը նրա հետ էր Սրանով չի բավարարվում, կարդում ենք, որ երեխայի ծնվելուց հետո երբ Զաքարիայի բերանը բացվեց, երբ նրա լեզուն բացվեց, գրված է Զաքարիան Սուրբ Հոգիով լցվեցավ։ Եվ նրա հայրը Զաքարիան Սուրբ Հոգիով լցվեցավ, մարգարեացավ եւ ասեց. Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այցելության եկավ եւ փրկություն արավ իր ժողովրդի համար։ Եվ փրկության եղջյուր վերկացրեց մեզ համար իր Դավիթ ծառայի տանը, ինչպես որ խոսեց Հավիտենից իր սուրբ մարգարեների բերանով է, փրկություն մեր թշնամիներից է, բոլոր մեզ ատողների ձեռից է, որ մեր հայրերի վրա ողորմություն անե եւ իր սուրբ ուխտը հիշե, այն երթումը, որ մեր հայր Աբրահամին երթվավ, որ մեզ տա, որ մեր թշնամիների ձեռից ազատված աներկյուղ պաշտենք իրան։ Սրբությունով եւ արդարությունով նրա առաջին մեր կյանքի բոլոր օրերումը եւ դու երեխա բարձյալի մարգարե կկոչվիս որովհետեւ կգնաս Տիրոջ երեսի առաջից նրա ճանապարհները պատրաստելու որ նրա ժողովրդին տաս փրկության գիտությունը իրանց մեղքերի թողության մեջ մեր Աստծո գթած ողորմության համար որով ծագող արեգակը վերևից այցելեց մեզ, որ լույս տա խավարում են և մահից տվերումը նստողներին, որ մեր ոտները դեպի խաղաղության ճանապարհն ուղղե։ Եվ երեխան աճում էր և զորանում էր հոգիով և անապատներումն էր մինչև այն օրը, որ նա երևցավ Իսրայելին։ Սեներ, Զաքարիան մարգարեանում է իր որդու համար։ Բայց ես ուզում եմ հիշեցնել ձեզ Ղուկաս ավետարանի առաջի գլխի մեջ, երբ հրեշտակը Զաքարիային այցելում է եւ խոսում նրա հետ, ասում է մի վախենար Զաքարիա, որովհետեւ քո աղոթքը լսվեցավ եւ քո կին Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ եւ նրա անունը Հովանես կդնես եւ քեզ ուրախություն ու ցնծություն կլինի եւ շատերը նրա ծնունդով կուրախանան որովհետև նա մեծ կլինի Տիրոջ առաջին գինի եւ ողի չի խմիլ եւ այլն եւ դեռ իր մոր որովայնի Սուրբ Հոգով կլցվի Շեներ Զաքարիան ցնծած ուրախացավ ինչպես լսում ենք Սուրբ Հոգիով լցվեցավ կատարվեց այդ մարգարեությունը այդ պատգամը որ հրեշտակն ասել էր իրեն Զաքարիան ուրախացավ ցնծած եւ իր որդու համար հայրը որդու համար մարգարեացավ Եվ դու երեխա բարձյալի մարգարե կկոչվիս Սակայն սեներ ուզում եմ մի հատ հարց տալ Ինչ պիտի աներ Զաքարիան երբ որ գային իրան ասեին որ Հովանեսը ձերբակալվել է մկրտիչը բանտում է հաջորդ լուրը բերեին որ նրան գլխատել են արդեն Հիշում եք Հովանես մկրտչին Հերովդես հրամայեց գլխատել Ինչ եք կարծում համադրելի են այս երկուսը իրար հետ Ուրախությունը նրա ծնունդի պահից եւ հանկարծ նրա գլխատվելը որը ապրեց ընդամենը մի 30 տարի թերևս մի փոքր ավել Ինչ կարող եք ասել սրա մասին Իհարկե այն ինչ որ հիմա ես պիտի ասեմ հնարավոր է ձեզ զարմացնի
Բայց Հովանես Մկրտչի գլխատվելու պահին Զաքարիան արդեն Տիրոջ մոտ էր, Զաքարիան մահացել էր։ Ինչու, որովհետև նախ հիշենք, որ նա շատ առաջացած տարեքում ունեցավ իր զավակին։ Հետևաբար նա ուրախացավ ցնծության, ուրախության այն բաժինը, որ Աստված իրան տվել էր, նա իր ողջ այդ ընթացքում կյանքում էլ ինքը դա վայելել էր։ Միակ բանը, որը այստեղ կարդում ենք, որ դեռ պատանի տարիքից Հովանեսը հոր տանից առանձնանում է, գնում է, ես մտածում եմ, որ հոր մահից հետո է ինքը հենց անձամբ հոր մահից հետո է, որ կարդում ենք, բնականաբար արդեն Եղիսաբեթն էլ չկար, որովհետև տառացիորեն երևակայի մի 10-12 տարի հազիվ նրանք ապրեին դրանից հետո։ Երեխան աճում էր և զորանում էր հոգիով և անապատներումն էր։ Սա այն չի, որ իրա ծնողները կային, իրա ծնողները մի տեսակ ինքը ծնողներին անհնազանդ էր, Աստծո պատվիրանը չկատարեց, պատվել հորը մորը, թողել էր նրանց և անապատներ էր գնացել։ Ոչ, կարելի է ասել ինչ-որ իմաստով համարյա թե որբության մի ընթացքի մեջ էր արդեն։ Բայց քանի որ Աստծո ձեռքը նրա հետ էր, Աստված իրան ընտրել էր, ինչ գործ ուներ ինքը զորանում էր հոգիով և անապատներումն էր։ Աստված այնպիսի պայմաններ ստեղծեց Հովանես Մկրտչի համար, որ նա սովորական քաղաքացիական կյանքից, հրեական սովորական կյանքից, հասարակությունից ինքը զատվեց և դուրս եկավ։ Եվ եթե պատմականորեն որոշ բաներ հիշենք, ապա առաջի դարում եղել են էսեների խմբեր։ Սրանք վանականներ են եղել, որոնք այրերում, ծերպերում առանձնացել են և իրենց կյանքը նվիրելով Աստծուն փորձել են սրբակենցաղ կյանքով ապրել։ Եվ թերևս որոշ կա այդպիսի հիմնավոր կարծիք, որ անապատ բառը, որ մենք կարդում ենք այստեղ նախ ոչ թե պետք է հասկանալ ավազուտներ, այլ անբնակ տեղեր, բայց դրանք կարող են լինել շատ լավ մարգագետիններ, գետահովիտներ, որտեղ մարդիկ առանձնացած վանական իրենց այսպես ասենք էլի, համայնքներով աստվածպաշտության կյանքն էին ապրում մինչև այն պահը, երբ որ Հովանեսն արդեն դուրս պիտի գար Հորդանանի ափ Աստծո հրահանգով և սկսեր իր մարգարեական գործունեությունը։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք, որ Աստված Հովանես Մկրտչի համար մի առանձնահատուկ պայմաններ է ստեղծում, և մենք իր արտաքինից էլ հետագայում ինչպես իմանում ենք, նա իրականում խիստ տարբերվում էր իրենց ժամանակի մեջ եղողներից, ճիշտ այն կարգավիճակով, ինչ որ Եղիան, Եղիսեն և այլն, ասեմ ձեզ 400 տարվա ընդմիջումից հետո Աստված այցելություն անում Իսրայելին, շնորհելով Հովանես Մկրտիչ մարգարեին։ Այսպիսով ես ուզում եմ ասել, որ կյանքի փուլեր կան, դրվագներ կան, որ մարդիկ անցնում են, և Զաքարիան, և Եղիսաբեթը իրենք ուրախությամբ էլ անց են կացրել իրենց ընթացքը, իրենց զավակով շատ ուրախացել են, մարգարեական այդ խոսքերը ընդունել են, հավատացել են իրենց զավակի համար, որ ապագայում ով պիտի լինի նա, բայց կոնկրետ նրա չափահասության տարիքից սկսած գործունեությանը որևէ տեղեկություն չեն ունեցել, տեղյակ չեն եղել, որովհետև արդեն չեն եղել երկրի վրա։ Առայժմ այսքանը, ուրեմն Ղուկաս առաջի գլուխ մինչև 80-րդ խոսքը հասանք, դեռ մենք սերտում ենք Հովանու ավետարանի առաջի գլխի 6-7-րդ համարները և այդ համարների արանքում ահա այսքան բան կար, որ մենք պետք է իմանայինք։ Աստված օրհնի ձեզ, եթե կան հարցեր, լսում եմ ձեզ։ Եթե չկան էլ հարցեր, այսօր սրանով սահմանափակվենք, Աստված օրհնի բոլորիդ, կշարունակենք հաջորդ անգամ։ Տերը ձեզ հետ։